Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News ալիքի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է, այսօր մեր տաղավարում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, եթերը սկսելուց առաջ խնդրում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր արդեն հետևում են Armix News ալիքի թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել Armix News ալիքին եւ հետևել մեր թողարկումներին։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար։ Հրավերի համար շնորհակալ։ Պարոն Բադալյան, հունիսի 7-ի մասին եմ ուզում խոսենք, որովհետեւ դերևս հետընտրական զարգացումները, այսպես ֆորմալ ձևակերպած, շարունակվում են։ Մի զգալի հատված քաղաքական դաշտի կարծես թե կտրականորեն չի ընդունում այս ընտրությունների լեգիտիմությունը, օրինականությունը եւ գնում է վիճարկումների ճանապարհով։ Ձեր տեսակետը տեղի ունեցողի վերաբերյալ։ Այն, որ շատ-շատերը չեն ընդունում արդյունքը կամ կասկածի տակ են դնում դրա լեգիտիմությունը, միանգամայն հիմնավոր է, որովհետեւ մենք տեսնում ենք տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտորեն ցույց էին տալիս, որ արդյունքները հարմարեցվել են քաղաքական կարիքներին։ Մասնավորապես օրինակ Բարգավաճ Հայաստանի հետ տեղի ունեցածը, երբ կուսակցությունը նախ հայտարարվում էր, որ անցնում է խորհրդարան, հետո հայտարարվում էր, որ չի անցնում, այնտեղ տասնորդականներ են պակասում, որոնք տասնյակ ձայներ էին, եւ հետո վերահաշվարկի արդյունքում մի քանի տեղամասի պարզվում է, որ այդ ձայները կան, բայց հետո չեղարկվում է այդ տեղամասերի արդյունքը եւ դարձյալ ԲՀԿ-ն մնում է դուրս։ Միայն այս դրվագը բավարար է, որպեսզի կասկածի տակ դրվի ընտրության լեգիտիմությունը, որովհետև այդ հարցը շատ էական էր, դրա շնորհիվ կամ քաղաքացիական պայմանագիրը ստանում էր 3/5, եթե Բարգավաճ Հայաստանը չէր անցնում, կամ չէր ստանում, եթե Բարգավաճ Հայաստանը անցնում է, եւ սա արմատապես այլ քաղաքական իրավիճակ էր Հայաստանում։ Եվ կրկնեմ, այս մի օրինակը բավարար է, որպեսզի հիմնավոր լինի ընտրության լեգիտիմության հանդեպ որևէ կասկած։ Մնացյալը արդեն մենք տեսել ենք ժամանակի ընթացքում վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահումը, նաև իրավական, իրավապահ գործիքակազմի բավականին անհամաչափ կիրառումը ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, եւ այս ամենը բնականորեն առաջացնում է այդ կասկածները լեգիտիմության։ Չեք գտնում, որ որոշակի արդեն հիմնավորումներ եք բերում ձեր տեսակետից, շատ դեպքերում, որ ժողովուրդը այսօր այսպես տարերայնորեն ասելով ես չեմ հասկանում, իհարկե որոշակի քաղաքական լիդերների առաջնորդությամբ դուրս չի գալիս մեծ զանգվածներով փողոց բողոքարկելու ընտրությունների այս արդյունքները եւ այլն, այս ընտրությունները ընդհանրապես ընտրություններ չհամարելու, չճանաչելու այս ընտրությունների օրինականությունը, դա գալիս է նրանից, որ այ քաղաքական մեկնաբանները, փորձագետները, վերլուծաբանները քաղաքական դեմքերը չեն կարողանում այսպես մանրակրկիտ կերպով ժողովրդին բացատրել։ Բացատրելու խնդիրը առհասարակ իհարկե կա, բայց այդպես միարժեք եզրակացնել, որ այդ խնդիրն է պատճառը, որ չկա օրինակ փողոցային շարժում, ես չէի անի։ Դրա պատճառները շատ են, այդ պատճառները տարիների մեջ են եւ ոչ թե պարզապես այսօրվա։ Եվ այստեղ նույնիսկ մեծ հարց է, իսկ ընդհանրապես փողոցային շարժում ասվածը լինում է տարերային ինքնաբուխ հենց ժողովրդից եկող, թե այդուհանդերձ քաղաքական խմբերն են հասունացնում իրավիճակը այդ մեթոդաբանությամբ զարգացման։ Այս դեպքում, այսինքն մենք պետք է հասկանանք, թե որքանով են աշխատում այդ ուղղությամբ եւ արդյունավետ, եւ ընդհանրապես որքանով է իրատեսական աշխատել այդ ուղղությամբ, ակնկալելով, որ դա բերելու է արդյունքի։ Դուք ճիշտ համարում եք այդ աշխատանքը։ Ես կարծում եմ այսօր մեր քաղաքական ընդդիմության առաջ, քաղաքական ուժերի առաջ, առհասարակ քաղաքական ակտիվ դերակատարների առաջ խնդիրը ոչ թե ժողովրդին փողոց անելն է, այլ մարդկանց տուն գնալը։ Տուն գնալ, նկատի չունեմ ֆիզիկապես գնալ տուն, եթե հարկավոր է իհարկե նաև ֆիզիկապես գնալ եւ աշխատել մարդկանց հետ, մարդկանց ներկայացնել իրավիճակը, ներկայացնել ինչ է տեղի ունենում Հայաստանում, ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ, ինչ ռիսկեր կան, իրապես ինչ ռիսկեր կան, եւ այդ աշխատանքի շնորհիվ մարդկանց տրամադրություն փոխել։ Երբ մարդկանց տրամադրությունը փոխվի, արդեն
փողոցային մեթոդաբանությամբ, փողոցային շարժման մեթոդաբանությամբ կփոխվի իրավիճակը երկրում, թե ընտրական գործընթացով, սա կարծում եմ կլինի արդեն մեծ հաշվով տեխնիկայի հարց։ Ես ուշով ամեն դեպքում հետևում եմ ձեր Telegram-յան բավականին հետաքրքիր էջին, որտեղ դուք արտահայտում եք տարբեր տեսակետներ, տարբեր ընթացիկ, կարևորագույն, օրակարգային, քաղաքական եւ հանրային հարցերի շուրջ։ Այ վերջերս նաև հրապարակում հանդիպեցի, որտեղ դուք խոսում եք հայ-ռուսական հարաբերությունների եւ Ռուսաստանի ղեկավար Պուտինի շնորհավորել, չշնորհավորելու խնդրի առաջ։ Այ եթե վերադառնանք այս շատ Հայաստանի համար ըստ իս կարևոր հարցին, այսօր շատերն ասում են տարբեր կերպ են մեկնաբանում Պուտինի շնորհավորել, չշնորհավորել։ Ինչ կա սրա տակ թաքնված, ինչ եք կարծում։ Մեծ հաշվով ինֆորմացիոն ինտրիգ, եթե զուտ շնորհավորանքի մասին ենք խոսում, այսինքն եթե կենտրոնանում ենք դրա վրա։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ կենտրոնացման ավելի արժանի է այն, թե առհասարակ ինչ վարքագիծ դրսևորեց Ռուսաստանը նախընտրական շրջանում։ Ռուսաստանը չգնաց Հայաստանի իշխանությանը բացահայտ աջակցելու ճանապարհով, բայց Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին ընտրությունից մոտ 7 օր առաջ, ավելի ստույգ հունիսի 1-ին շնորհակալություն հայտնեց աջակցության համար։ Ինչ աջակցության համար, պարզ չէ, չի մանրամասնվել, բայց հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է այդ շնորհակալությունը։ Կառավարությունը տարածել է հաղորդագրություն, ռուսական կողմը բացարձակապես այն չի դրել կասկածի տակ։ Եվ այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր կապված հենց Ռուսաստանի նախընտրական վարքագծի հետ, որը առերևույթ թողնում էր տպավորություն, թե հարվածի տակ է Նիկոլ Փաշինյանը, տնտեսական սանկցիաներ են կիրառվում, դա կարող է բերել սոցիալական լարվածության եւ այլն։ Բայց այդ տեսանկյունից հարց է առաջանում, իսկ արդյոք դա հակառակ էֆեկտ չունեցավ եւ Ռուսաստանի այդ վարքագիծը Փաշինյանին թույլ չտվեց ավելի համոզիչ թիրախավորել ընդդիմությանը, որովհետև ինքը ընդդիմության դեմ իր հակակարողությունը կառուցում էր հենց այդ, այսպես ասած, գաղափարի վրա, որ ինքնիշխանության պատվարն է եւ ընդդիմությունը Ռուսաստանի պատվերով գրոհում է այդ պատվարը։ Եվ երբ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում հայկական գյուղմթերքի եւ այլնի դեմ, հայտարարություններ է անում Փաշինյանի դեմ, նրան ինչ որ վերջնագրեր ներկայացնում, սա օգնում է Նիկոլ Փաշինյանին ավելի համոզիչ հակակարողություն իրականացնել ընդդիմության դեմ եւ համոզել հասարակության անգամ չեզոք խավերին, որ այստեղ դրված է Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության հարց ու այն պետք է պաշտպանել։ Եվ իմ խորին համոզմամբ Ռուսաստանի այս վարքագիծը նպաստեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա մոբիլիզացնել այնքան ընտրազանգված, որ ունենալով բավականին ցածր վարկանիշ, ինչի մասին խոսում էին բոլոր սոցհարցումները։ Այսինքն հակառակ տեսակետը հերքում եք, որ մի կողմից էլ որ այդ պատժամիջոցները, որոնք դեռ իհարկե մեծ ծավալներ չունեն, փոքր ծավալների են, գուցե չէ, ինչ կարծիք եք, մեծ ծավալներ չունեն, չէ՞։ Ես ծավալներին ստույգ չեմ տիրապետում, բայց եկեք այս հանգամանքը դիտարկենք։ Երբ այդ պատժամիջոցները կիրառվում են ընտրությունից շաբաթներ առաջ, անգամ որոշակի ծավալ ունենալու դեպքում դրանց ազդեցությունը մարդկանց վրա այն աստիճան սուր չի լինում, որքան կլիներ ենթադրենք ամիսներ շարունակ։ Որովհետև տեսեք շաբաթների ընթացքում այդ պատժամիջոցները կիրառվում են կամ հայտարարվում է դրանց մասին, նախ մենք չգիտենք ընդհանրապես ինչ ծավալի մասին է խոսքը, առհասարակ ոչ մի բեռնատար չի գնում Ռուսաստան, թե չի գնում բեռնատարների մի մասը ընդհանրապես։ Եվ երկրորդը դրան զուգահեռ հայտարարվում է, որ չվախենակ, մենք ինքնիշխանությունը ելակի հետ չենք փոխի, Եվրամիությունը մեզ կօգնի։ Եվ Եվրամիությունն էլ հայտարարում է, որ մենք ձեզ կօգնենք, ու այս արագության մեջ ես համոզված եմ, որ Ռուսաստանի քայլերը ունենում են լրիվ հակառակ էֆեկտ։ Եվ ես համոզված եմ, որ Ռուսաստանը ուներ բավարար կարողություն այդ հակառակ էֆեկտը հաշվարկելու։ Ըստ այդմ ինձ մոտ առնվազն հարց է առաջանում, թե ինչու իրականացվեց հենց այդ գործողությունը, այդ վարքագիծը, որը իրական գետնի վրա ձեռնտու էր հենց Նիկոլ Փաշինյանին, եւ ինչի համար ես կարծում եմ հենց Փաշինյանը միանգամայն քաղաքավարի եւ երախտագիտությամբ շնորհակալություն է հայտնել Պուտինին աջակցության համար։ Ախր, պարոն Բադալյան, կարծես թե էլի տեսակետներ կան հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների, Պուտինի, այսպես վարչակարգի դիրքորոշման վերաբերյալ։ Մի մասը ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ռուսամետից էլ ավելի ռուսամետ քաղաքական դեմք է,
Մի մասը ասում են, որ ոչ, նա արդեն Հայաստանի քաղաքական վեկտորը փոխել է դեպի արևմուտք Ռուսաստանից լրիվ եւ գնում է հայ-ռուսական հարաբերությունների խզման, իսպար խզման ճանապարհով։ Այստեղ էլ շատ էսպես քաղաքագիտական մտքի աշխատանքի խնդիր կա։ Եթե այդպես պիտի լիներ, ինչ է պուտինյան վարչակարգում չկային անհրաժեշտ, այսպես ասած, մակարդակ ունեցող քաղաքական վերլուծաբաններ, որ ասեին, որ եթե մենք այսպիսի քայլեր անենք, այսպես Հայաստանը կարող ենք լրիվ կորցնել։ Այդ դեպքում ինչու արեցին այդ քայլերը։ Առհասարակ, եթե խոսենք Ռուսաստանի Հայաստանում ազդեցության, ընկալման, քաղաքականության եւ այլնի մասին, այստեղ խնդիրները բազմաթիվ են, արվել են եւ թույլ են տրվել տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ, եւ մեծ հաշվով կարող ենք ասել, որ հետ խորհրդային ժամանակահատվածում երևի թե Ռուսաստանը Հայաստանի ուղղությամբ որպես այդպիսին քաղաքականություն կոնցեպտուալ իմաստով չի էլ վարել։ Եվ այդպես իներցիոն ինչ-որ պրոցեսներ են եղել, որոնք թերևս պայմանավորված են եղել նրանով, որ Հայաստանը Ռուսաստանի համար սկզբունքորեն չի եղել խնդիր։ Համարել հուսալի դաշնակից ենք, հա։ Ես կարծում եմ ոչ այնքան հուսալի դաշնակցի հարցն է, որքան այն, որ ինչ խնդիր էլ լինի, Ռուսաստանի համար դա միանգամայն լուծելի է։ Առնվազն ժամանակի եւ տարածության մեջ։ Եթե ոչ այդ պահին, ապա ժամանակի եւ տարածության մեջ։ Որովհետև տարբեր փուլերում Ռուսաստանի այդ խնդիրներ եղել են թե նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ ավելի խորքային իմաստով հենց այստեղ է հարցը, բուն հարցը։ Հայ-ռուսական ճգնաժամը հասունանում է շատ խորքից եւ այստեղ խնդիրն այն է, թե ով ինչպես է կարողացել կառավարել կամ կարողանում կառավարել։ Իհարկե աշխարհակաղակական իրողությունների խտացման եւ ինտենսիվացման, այդ դիմակայության ինտենսիվացմանը զուգահեռ կառավարել հայ-ռուսական տրանսֆորմացիան եւ այդ խորքային խնդիրները դարձել է ժամանակի ընթացքում բարդ։ Հիմա գալով արդեն անմիջականորեն ներկայիս գետնի վրա, ես կարծում եմ Ռուսաստանում կա այդ վերաբերմունքը, որոշակի այդ արխայիկ վերաբերմունքը, ելնելով հենց այդ հանգամանքից իրենք համարում են, որ այսօր ունեն շատ ավելի լուրջ եւ ծանր խնդիրներ, ընդ որում բացի Ուկրաինայից, նաեւ ես կարծում եմ Կենտրոնական Ասիայում, նրանց գլխավոր մարտահրավերները նաեւ Կենտրոնական Ասիայում են, եւ համարում են, որ Հայաստանում իրավիճակը իրենցից չի պահանջում ներկայումս ինչ որ առանձնապես մեծ ջանքեր եւ հակառակը այդ պայմաններում իրենք թերևս դժգոհ չեն, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա, այսպես ասեմ, Ռուսաստանին օգնել ազատվել Հայաստանի հանդեպ պատասխանատվությունից։ Այդ իմաստով Փաշինյանը փաստորեն նաեւ հարվածները որոշակի իմաստով վերցնում է իր վրա, այսպես ասենք հակառուսական իբրև քաղաքականության, եւ նաեւ պատասխանատվության դաշտ բերել արևմտյան խաղացողներին, որոնք Կովկասը դիտարկում են Ռուսաստանի դեմ խաղի դաշտ։ Եվ երբ արևմտյան խաղացողները, նրանք ովքեր Կովկասում օրինակ մտածում են Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու մասին, այստեղ մտնում են որոշակի պատասխանատվության տակ, ֆորմալ պատասխանատվության տակ, նրանք սկսում են կաշկանդվել Կովկասը ավելի թեժ, ավելի այսպես դինամիկ եւ ավելի հրատապ երկրորդ ճակատի վերածելու հարցում։ Իսկ Ռուսաստանը փորձում է լուծել ահա այդ խնդիրը եւ մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը որքան էլ թվա տարօրինակ Ռուսաստանը կարողանում է լուծել այդ նվազագույն խնդիրը։ Այո, որոշակի նահանջի հաշվին։ Բայց ելի ասեմ, իմ գնահատմամբ իրենք համարում են, որ այստեղ խնդիրները այն աստիճան մեծ ծավալ չունեն, որ հնարավոր չլինի հետ բերել, այսպես ասենք, կորցնածը։ Դեռ ավելի։ Եվ սա մենք պետք է լրջորեն, այս հարցում մենք պետք է լրջորեն մտահոգվենք, որովհետև եթե խաղը գնում է այդ կորցրածը հետ բերելու խաղադրույքով, սա մեզ պետք է մտահոգի եւ ոչ թե մենք պետք է ոգևորվենք թվացial ինչ որ ինքնիշխանության եւ այլընտրանքների պատրանքներով։ Կրկնեմ պատրանքներով, որովհետեւ դրանք իսկապես պատրանք են, որևէ մեկը մեզ չի պատրաստվում այլընտրանք ներկայացնել եւ դառնալ մեզ համար Ռուսաստանին այլընտրանք, այլ հակառակը մեզ մարտահրավեր են անում, այսպես քաղաքական դաշտի, այսպես ասած, ներկայացուցիչները առավոտից երեկո ասում են, որ այլընտրանքը արևմուտքն է, հավաքական արևմուտքն է, որ փոխվենք Ռուսաստանից, ձերբազատվենք այսպես Ռուսաստանի լայն իմաստով ֆորպոստ լինելու հանգամանքից, արևմուտքը լայնորեն կբացի իր դռները բոլոր իմաստներով քաղաքական, տնտեսական, անվտանգային եւ մենք կունենանք շատ ավելի լավ այլընտրանք։ Դուք ինչ կարծիք եք։ Ես առաջարկում եմ ավելի շատ լսել արևմուտքին, քան արևմտամետներին,
որովհետև եթե լսենք արևմուտքին, կտեսնենք, որ նրանք ասում են բոլորովին այլ բան, ասում են, որ այստեղ իրենց առանցքային գործընկերը Թուրքիան է, որ նրանց համար բանալին ռեգիոնալ առումով Թուրքիան է, որ ուզում են ձևավորել Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա առանցք եւ մի շարք նաեւ կոնկրետ պրոյեկտներ, էներգետիկ, կոմունիկացիոնալ պրոյեկտներ, այս ամեն ինչի մասին բաց խոսում են, այլ կերպ ասած իրենք մատնացույց են անում, որ մենք չենք պատրաստվում այլընտրանք լինել ձեզ։ Ձեր այլընտրանքը Ադրբեջանը եւ Թուրքիան է։ Սա շատ բաց են ասում եւ եթե մենք չենք հասկանում այս ամեն ինչը կամ մենք չենք ուզում լսել դա եւ ինչ որ պատրանքներով ենք ապրում, սրա համար միայն կարող է գին վճարենք։ Եվ այս տեսանկյունից նաև ուզում եմ հիշեցնել 2023 թվականին, եթե չեմ սխալվում, անկախության տոնի առիթով ԱՄՆ այն ժամանակ նախագահ Բայդենի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին, որտեղ նա շատ պարզ ու հստակ է ասում, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունը կարգավորելն է։ Այստեղ էլի արևմտամետները, պարոն Բադալյան, կասենք, այլընտրանքը մենք առաջարկում ենք կարգավորեք հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, այն ինչի մասին նաեւ խոսում է այսօրվա իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ, որպեսզի չդառնաք աշխարհաքաղաքական ուժերի կողմից, մասնավորապես իհարկե նկատի ունեն առավելապես Ռուսաստանի կողմից օգտագործվող հանգամանք նույն Ռուսաստանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր հաշվին քաղաքական իրենք այդպես են, չէ՞, պնդում առևտուր, մեր տարածքների հաշվին, մեր անվտանգության հաշվին։ Այնինչ իրականացվում է գետնի վրա, ստեղծում է հենց հակառակի նախադրյալներ, որ մեր հաշվին կարող է լինել հենց առևտուր, դարձյալ առևտուր Ռուսաստանի, Թուրքիայի միջև, նաև Ադրբեջանի մասնակցությամբ, ավելի լայն շրջանակով, որովհետև մենք ոչ թե հիմա կարգավորում ենք հարաբերությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, մենք գտնվում ենք նրանց թելադրած խաղաղության ռեժիմում, այսինքն նրանց պայմանների թելադրման ռեժիմում, եւ այս ռեժիմում մենք խաղադրույք ենք անում առնվազն հրապարակային մակարդակում Ռուսաստանի հետ հարաբերությունը փչացնելու վրա։ Եվ այս տեսանկյունից մենք ստեղծում ենք իրավիճակ, երբ Հայաստանը ոչ միայն չի ստանում սուբյեկտություն, այլ հակառակը ավելի ու ավելի խորանում է օբյեկտի կարգավիճակում, երբ Հայաստանի շուրջ առևտուրը ընդհանրապես հետեւյալ դիլեմայի առաջ է, այսինքն Հայաստանի հաշվին պայմանավորվելու են Թուրքիա, Եվրոպա, Ադրբեջան կամ Թուրքիա, Արևմուտք, Ադրբեջան եռանկյունով, թե Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան եռանկյունով։ Եվ կամ գուցե դիտարկենք նաև այլ կոնֆիգուրացիաներ, բայց ստեղծված իրավիճակը տանում է դրան։ Եվ այս պայմաններում, երբ խոսք է գնում, որ այդ կերպ մեզ այլընտրանք է առաջարկվում, ես կարծում եմ դա մի քիչ էլի պատրանք է եւ մեզ այլընտրանք ոչ թե առաջարկվում է այդ իմաստով, այլ ընդհանրապես այս դիլեմայի առաջ ենք կանգնում։ Այսինքն չկորցնենք լայն իմաստով, քաղաքական իմաստով, անվտանգային իմաստով Ռուսաստանին, մնանք Ռուսաստանի հետ այն ֆորմալ հարաբերությունների մակարդակում ինչը որ կա եւ այն անվտանգային հարաբերությունների մակարդակում, որpիսի մենք չընկնենք, այսպես ասած, թուրք-ադրբեջանական ծուղակի մեջ։ Ես ճիշտ եմ հասկանում։ Բացարձակ Ռուսաստանին չկորցնելու մասին չէ խոսքը։ Հայաստանը ի վիճակի չէ լուծել այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնը կորցնել չկորցնելու հարցը։ Սա մի քիչ շատ վերաբարձ է։ Հայաստանը, որը անգամ իր սահմանների պաշտպանությունը չի կարողանում ինքը լուծել, մենք տեսնում ենք եվրոպացի դիտորդներ կամ Ադրբեջանի պահանջների բավարարում այս մեխանիզմով է կատարվում։ Չի կարող որոշել ինքը ինչ որ աշխարհաքաղաքական կենտրոնի կորցնի թե ոչ։ Նրանք են ցավոք սրտի որոշում մեզ բաց թողնեն, թե չթողնեն, մեր հանդեպ պատասխանատվություն ստանձնեն, թե չստանձնեն։ Ես նաև դրա մասին գտնում եք, որ մեզնից ոչ մի բան կախված չի բոլոր դեպքերում, մեր Երևանի քաղաքական դիրքորոշումից կախված է մեր որակների փոփոխությունը, մեր ներսի որակների փոփոխությունը։ Երբ մենք ներսում որպես հասարակություն ծայրահեղ բևեռացված ենք, իհարկե դրսում մեզանից կախված չի լինի ոչ մի բան։ Երբ մենք ներսում հարաբերվում ենք եւ Հայաստանի պաշտոնական քաղաքականության իրականացնող ուժը սնուցվում է հասարակական ներքին լարվածություն, բևեռացվածություն հրահրելով, այդ քաղաքականության տեր երկիրը չի կարող արտաքին դաշտում որոշող լինել։ Եվ մեզանից իհարկե շատ բան է կախված, բայց կախված է ոչ թե Կովկասում Ռուսաստանի ճակատագիր կամ Եվրոպայի ճակատագիր կամ որևէ այլ ուժային կենտրոնի ճակատագիր որոշելը։ Չէ, դիրքորոշվելը։ Մեզանից կախված է այդ կենտրոնների հետ աշխատանքի որակը։
Իսկ դրա համար մենք պետք է ներսում մեր համակեցության որակը փոխենք։ Որակը թե ընտրությունը, պարոն Բադալյան, այստեղ է երևի հետաքրքիր տեղ են գալիս, շատ կարևոր տեղ։ Այսինքն հիմա մենք շատ հնարավորություններ չունենք, չէ՞, այսպես այլ ընտրամանավանդ այսօրվա բևեռացված եւ իրար հակամարտող, միմյանց դեմ հակամարտող աշխարհի պարագայում մենք այդքան հնարավորություններ չունենք, չէ՞, ասենք 3-4 լարերի վրա խաղալու, չէ, ինչպես ժամանակից չէ, ասում են կոմպլեմենտար ենք մեկին ընտրելու, երբ տեսնում ենք, որ այդ մեկը բացարձակապես մտադիր չէ երաշխավորել մեր անվտանգությունը։ Այդ դեպքում ինչ անել։ Ես նշեցի, այդ դեպքում կենտրոնանալ ներքին որակները փոխելու վրա եւ ուժեղանալ, որpիսի մենք կարողանանք այդ հնարավորությունը ունենալ, աշխատել տարբեր կենտրոնների հետ։ Իսկ հնարավոր կլինի աշխատել, այ հիմա տեսեք նույն Ռուսաստանը ահազանգում է, մենք դատապարտված ենք ընտրել սրան կամ նրան։ Մենք մեզ դատապարտում ենք այդ ընտրությամբ։ Չէ, դատապարտել գուցե մի քիչ շատ կոպիտ բառ օգտագործենք, բայց տեսեք, աշխարհ քաղաքական բևեռներից մեկը ահազանգում է, որ տղերք դուք օրինագիծ եք ընդունում Եվրոմիություն գնալու համար, ձեր խորհրդարանը օրինագիծ է ընդունում։ Միաժամանակ դուք ներկայումս հանդիսանում եք Եվրասիական տնտեսական միության անդամ, դա բոլորովին այլ արարողակարգ է, բոլորովին այլ օպերա է, այսպես ասեմ, ժողովրդական լեզվով։ Դեռ թեկուզ եւ սառեցված կարգավիճակով մնում եք հապկում այդ ռազմական դաշինքում Եվրասիական տնտեսական միության, Ռուսաստանի գլխավորությամբ։ Երբ ներսում իշխանությունը չունի հասարակական համակարգային ամուր հենք, երբ ներսում իշխանությունը հենված է հասարակության տարբեր թևերի միջև ծայրահեղ անհանդուրժողություն սնուցելու վրա, իսկ մենք դա տեսանք օրինակ նախընտրական արշավում արտահայտված ձևով։ Այդ իշխանությունը բնականաբար չի կարող հարաբերվել արտաքին դաշտում հավասարակշռված եւ լրջմիտ սկզբունքներով։ Եվ հետեւաբար այդ իշխանությունը փորձում է արտաքին դաշտում օրինակ միավորներ հավաքել այնպիսի գործողություններով, ինչպիսին այդ օրենքը, որը բացարձակապես ոչ մի բանի մասին է, այսինքն այդ օրենքը ընդունած քաղաքական մեծամասնությունը կամ դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ինքը շատ լավ գիտե, որ Եվրամիությունում Հայաստանի անդամակցության օրակարգ գոյություն չունի եւ չի ունենալու, եւ դա շատ պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանը Թուրքիայից ավելի շուտ չի դառնա Եվրամիության անդամ։ Եվրամիությունը Կովկասում չի ունենա ոչ մի անկլավ։ Ինչի եք այդքան վստահ, քանի որ այ դուք մատնանշեցիք, որ Հայաստանի պես երկրները պետք են կներեք Ռուսաստանին, ներողություն, Եվրոպային, Արևմուտքին որպես հակառուսաստան, չէ՞, որպես պոլիգոն, ոչ թե անկլավ, որի հանդեպ իրենք ունեն պատասխանատվություն։ Եվ զուտ դրա պատճառով չեն կարող արագացնել այդ արարողակարգերը, որովհետև երբ մենք Եվրամիության անդամ ենք դառնում, մենք արդեն պոլիգոն չենք։ Ինչու Եվրամիության անդամ չի Ուկրաինան։ Ինչու են Ուկրաինային ասում, որ պատերազմը չավարտված չի դառնա Եվրամիության անդամ։ Ինչու են ասում, որ մինչև 2030 թվականը հնարավոր չէ պատկերացնել, որ Ուկրաինան կդառնա անդամ։ Ժամկետ նշում են 2030 թվականը։ Այլ հարց է, եթե Եվրամիությունը մտնի ներողություն Ռուսաստանի հետ արդեն բաց պատերազմի մեջ, գուցե Ուկրաինային տան անդամություն, բայց սա արդեն լրիվ այլ օպերա է։ Հիմա երբ որ Հայաստանը ներողություն, երբ որ Հայաստանը դառնում է Եվրամիության անդամ կամ անդամության տեխնացու, Հայաստանի հանդեպ Եվրամիության պատասխանատվությունը բարձրանում է եւ հնարավոր չէ Հայաստանը օգտագործել որպես պոլիգոն։ Բայց այստեղ հարց է առաջանում, իսկ այդ դեպքում Հայաստանը Եվրամիության ինչի համար է պետք։ Եթե դրանով ինքը կախվածության ավելի մեծ աստիճան է ունենալու Թուրքիայից։ Եվրոպական համայնքների համաժողով է ստեղանում, սերտացնում հարաբերությունները, տրամաբանության մեջ է։ Դա հենց պոլիգոնի տրամաբանության մեջ է, այսինքն Հայաստանը դաշտ է, որտեղ իրենք ազատ աշխատում են Ռուսաստանի դեմ, Չինաստանի դեմ, Իրանի դեմ իրենց սցենարներով։ Բայց երբ Հայաստանի հանդեպ իրենց պատասխանատվությունը լինի այնպիսին, ինչպիսին օրինակ նույն Հունգարիայի հանդեպ կամ չգիտեմ Լեհաստանի, Եվրամիության անդամ ցանկացած երկրի հանդեպ, իրենք չեն կարող Հայաստանը այդպես ազատորեն օգտագործել պարզապես այդ նպատակների համար։ Եվ այս դեպքում հակառակը, բայց ասում են անվտանգությունն ենք ձեր ապահովում նաև, չէ՞ իրենք չեն ասում այդ դիտորդական առաքելության Եվրոմիության որևէ մեկը դուք որևէ եվրոպացի պաշտոնյայի խոսք չեք կարող մեջ բերել, որ ասել է մենք ապահովում ենք Հայաստանի անվտանգությունը։ Կասեն, որ մենք օգնում ենք բարձրացնել կարողությունները, մենք օգնում ենք բարձրացնել դիմակայությունը։ Որևէ մեկի չեք կարող խոսք մեջ բերել, որ ասում է
մենք ապահովում ենք Հայաստանի անվտանգությունը։ Այսինքն էլի ձեր միտքը հետաքրքրեց։ Եվ սա շատ պարզ է, որովհետև իրենք այդ տեսանկյունից ազնիվ են շատ։ Իրենք չեն ասում մի բան, որը չեն անելու։ Այսինքն դեպքում եք, որ իրենք որևէ լուրջ, որևէ կոնցեպտուալ խոստում չեն տվել Հայաստանին, որ եթե մենք վաղը ձեզ ընդունենք եւ ընդհանրապես ընդունենք Եվրոմիություն, մենք ապահովենք ձեր անվտանգությունը։ Այսինքն այդպիսի խոսակցության, ինչպես ժողովրդական լեզվով ասած, այդպիսի թեմա չկա։ Խոսքը այն մասին չի, որ եթե անդամ դառնաք Եվրամիության չենք ապահովի։ Խոսքը հենց այն մասին է, որ քանի որ մտադրություն չունեն ապահովել, որովհետև դա բազմաթիվ խնդիրների հետ է կապված, այդ թվում Թուրքիայից կախվածությունը մեծացնելու։ Իրենք պարզապես չեն դիտարկում Հայաստանի անդամակցության իրական ոչ մի հեռանկար։ Շատ բարի։ Ի դեպքում ինչու է Ռուսաստանի քաղաքական վերնախավում դժգոհություն առաջանում, քաղաքական դժգոհություն առաջանում եւ Լավրովի մակարդակով, մյուս ղեկավարների մակարդակով նրանք իրենց ակնհայտ դժգոհությունն են առաջարկում, արտահայտում Հայաստանի ներկա դեպի Եվրոմիություն թեքված, լավ այսպես ասենք, քաղաքական կուրսի մասին, եթե օրակարգում չկա, գոնե մոտակա 20 տարիների, չէ, այդ միտքը Նիկոլ Փաշինյանն է, չէ, արտահայտել։ Մոտակա 20 տարիների նման օրակարգ չկա, հաստատ Հայաստանը մոտակա 20 տարիներին Եվրոմիության անդամ չի դառնա։ Պատճառները շատ են Ռուսաստանի այդ դիրքորոշման, ես նշեցի մի մոտիվը, Ռուսաստանը այստեղ պայմանական ասած այդ տակտիկական նահանջի մարտավարությամբ պարզապես փորձում է պատասխանատվության դաշտից դուրս գալ, որովհետև չի կարող պատասխանատվությունը իրացնել, չունի դրա հնարավորությունը, ժամանակը, ռեսուրսները, հետեւաբար նախընտրում է Հայաստանի այսպես կոչված հակառուսական քաղաքականության վրա հղում անելով թույլաtsնել իր պատասխանատվությունը թե Հայաստանի հանդեպ, թե առհասարակ։ Կան նաև ներռուսական հանգամանքներ, նույն Լավրովի գերատեսչությունը Հայաստանում քաղաքականությունը պարզապես տապալել է տարիներ շարունակ։ Ինչով, բնականաբար, Հայաստանում Ռուսաստանի հեղինակությունից սկսած մինչև առանձին քայլեր Հայաստանի հանդեպ, որ պետք էր անել, չեն արվել կամ պետք չէր անել, արվել են, այսինքն Ռուսաստանի քաղաքականությունը այստեղ տապալում է, այստեղ բնորոշել միայն նրանով, որ եկավ մի Փաշինյան եւ ինչ որ հակառուսականություն բերեց, սա ծիծաղելի է այնպիսի միջուկային գերտերության համար, ինչպիսին Ռուսաստանն է։ Հետեւաբար Լավրովի համար էլ օրինակ այդ գերատեսչական առումով շատ շահեկան է սեփական գերատեսչության տապալումները հիմա բարթել դուրս գրել Փաշինյանի վրա։ Սա Փաշինյանի քաղաքականությունը արդարացնելու համար չեմ ասում։ Մեզ շատ կարևոր է հասկանալ, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում, որովհետեւ մենք սխալ սլաքներ չդնենք եւ շատ ստույգ գնահատենք իրավիճակը։ Եվ այդ տեսանկյունից եթե օրինակ դիտարկենք նույն Կրեմլի արձագանքները Հայաստանի վերաբերյալ հարցերում շատ ավելի զսպված են, քան գործնախարարության արձագանքները նույն Ռուսաստանի, որտեղ տապալվածը այս ուղղությամբ արտաքին գերատեսչությունն է։ Սա պատճառներից մեկը ընդհանրապես կան նաև այլ պատճառներ։ Գիտեք ոնց է, ինչպես ասում են քաղաքական մի հատ խոսք կա, չէ՞, որ ասում պատերազմը հղանում են ինչ որ մեծերը, մեծահարուստները, բայց նրա դաժանագույն հետևանքները քաշում է հասարակ ժողովուրդը։ Ես այսօր մտնում եմ խանութներ, սուպերմարկետներ եւ տեսնում եմ Ռուսաստանում ճիրացված մեր ծաղիկների հսկայական խմբականակներ եւ մի տեսակ սիրտս մղկտում է։ Մի տեսակ սիրտս մղկտում մեծագույն խնդիր է, դա մեծագույն խնդիր է թե Հայաստանի տնտեսության համար եւ թե նաեւ առանձին հենց տնտեսությունների համար, որոնք զբաղված են գյուղատնտեսությամբ։ Եվ այստեղ երկրորդ կարծիք ուղղակի լինել չի կարող եւ դժբախտաբար Երևանի եւ Մոսկվայի քաղաքական հետնաբեմային կարիքների սպասարկման համար վճարում է Հայաստանի տնտեսությունը։ Ուղղակի մանրադրամի է հիմա վերածվել Հայաստանի տնտեսությունը։ Պաշտոնական Երևանի քաղաքական կարիքների համար եւ Մոսկվայի քաղաքական կարիքների համար։ Մոսկվայում կարող են չմտածել Հայաստանի տնտեսության մասին եւ բացարձակ կարիք էլ չունեն մտածելու, առավել եւս որ այսօրվա վերջին 4-5 տարիների տնտեսական ցուցանիշները գերազանցապես կախված են հենց ռուսական գործոնից, այսինքն այդ պատժամիջոցներից եւ դրանց ազդեցությունից, բայց Հայաստանի իշխանությունը պարտավոր է Հայաստանի տնտեսությունը չդարձնել մանրադրամ
իր քաղաքական կարիքների համար։ Այսինքն այլընտրանքը չեք տեսնում, սա էլ ասենք ու մյուս հարցին վերադառնանք, այլընտրանքը դեռ չեք տեսնում, հստակ այլընտրանքը, ինչպես դուք ասեցիք, քաղաքական եւ քաղաքական իհարկե չտեսակ, հասկացանք, որ դուք ասեցիք Եվրոմիություն անում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան գիտենք ինչ պայմաններով են պատրաստ Հայաստանին, այսպես ասած, այլընտրանք դառնալու։ Լավն են թե վատն են այդ պայմանները։ Այդ պայմանները ոչ զուտ տնտեսական իմաստով։ Այդ պայմանները ոչ լավն են, ոչ վատն են։ Այդ պայմաններն այն մասին են, որ Հայաստանը պետք է դառնա բացարձակ կցորդ պետություն։ Հասկացա։ Ուրեմն ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք ձեր իրավունքները, ամեն դեպքում վեկտորի հարցով ես ընդամենը որպես մեկնաբան վարող ես հասկացա, որ բոլոր դեպքերում դուք այսօր չեք տեսնում տրամաբանական եւ մեր ազգային շահերից բխող մեր քաղաքական արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխություն, ասենք դեպի արևմուտք եւ համարում եք, որ դա ոչ թե կլինի վեկտորի փոփոխություն դեպի արևմուտք, որտեղ մեր չեն սպասում, ես մի քիչ ձեր թույլտվությամբ մեր ուղղակի ունկնդիրների համար եմ ավելի այսպես պարզեցնում ձեր տեսակետները, այլ դա կլինի պարզապես թուրք-ադրբեջանական վտանգ մեզ համար։ Ես համառոտ արձանագրեմ, ոչ թե վեկտորի փոփոխության կարիք չեմ տեսնում։ Ես առաջին հերթին չեմ տեսնում դրա հնարավորությունը Հայաստանի համար։ Այդ վեկտոր փոխելը ուժ եւ կարողություններ է պահանջում, որը Հայաստանը այսօր չունի։ Չի կարող Ադրբեջանի պայմանները բավարարող երկիրը, որպես այսպես ասած խաղաղության միջոց, վեկտոր փոխելու խնդիր լուծել։ Այն էլ աշխարհակաղակական էս թողուբոհում։ Եվ վեկտորը ինքն է փոխվում, բայց փոխվում է ոչ այն պատկերացմամբ, որ մեզ են սնուցել արևմուտք թե Ռուսաստան պարզունակ դիլեմայով։ Վեկտորը փոխվում է շատ ավելի բազմազան եւ բարդ տրամաբանությամբ, եւ դրա համար եմ նշում, մեր գլխավոր խնդիրը այսօր այդ փոփոխությունների հանդեպ չունենալով ազդեցություն, բնականաբար հնարավորինս բարձրացնել մեր ներքին կարողությունները, որ գոնե կարողանանք ավելի օպերատիվ եւ որակյալ արձագանքել այդ փոփոխություններին, համաշխարհային փոփոխություններին եւ աշխատել ուժային բոլոր կենտրոնների հետ, որովհետեւ եթե մենք մեր առաջ դնում ենք հետեւյալ հարցը, որ մեզանից ընդհանրապես պահանջվում է ընտրություն, ճիշտ ընտրություն կամ չարյաց փոքրագույնի ընտրություն, մենք կարող ենք համարել, որ դատապարտված ենք։ Եթե մենք այսօր համարում ենք, որ մեր անելիքը ընտրությունն է, լավի վատի կամ չարյաց փոքրագույնի միջև, ուրեմն մենք կարող ենք վստահ լինել, որ մենք դատապարտված ենք։ Մեր անելիքը բոլորի հետ աշխատելու կարողությունն է, հետևաբար դրա համար մեր բոլորի ռեսուրսները մոբիլիզացնելու հմտությունը արդեն ներսում։ Պարոն Բադալյան, եւ մեր այսօրվա թողարկման ավարտին իհարկե հույս ունեմ ելի կհանդիպենք, ելի կխոսենք կարևոր քաղաքական, ներքաղաքական հարցերի շուրջ։ Նոր իրողություն բացահայտվեց, իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն պաշտոնապես հրապարակել է, որ ապագա խորհրդարանի ազգային ժողովի նախագահի աթոռը պետք է զբաղեցնի Ռուբեն Ռուբինյանը։ Ինչ կարծիք եք, այստեղ որևէ արտաքին քաղաքական հետք չեք տեսնում, հաշվի առնելով ես ընդամենը մի բան ակնարկեմ, որ Ռուբեն Ռուբինյանը դա հանդիսանում է այսօր հայ-թուրքական այս կարգավորման հանձնախմբի կարևորագույն դեմքերից մեկը։ Առհասարակ այդ երևույթը ինքնին նոնսենս է, որովհետև ազգային ժողովի պաշտոնյան նշանակվում է վարչապետի որոշմամբ, նշանակվում է դիվանագիտական բանագնաց։ Վարչապետը ենթակա պաշտոնյա է, ազգային ժողովին ենթակա պաշտոնյա։ Ենթակա պաշտոնյան դե ֆակտո վերադաս պաշտոնյային նշանակում է բանագնացի կարգավիճակում։ Սա արդեն ինչ-որ իմաստով անախրոնիզմ է։ Հիմա փաստորեն ստացվում է, որ այդ պաշտոնյայի կարգավիճակը բարձրացնում են։ Արդեն հայ-թուրքական հարաբերության այդ բանագնացը, Հայաստանից բանագնացը ոչ թե ազգային ժողովի փոխնախագահ կլինի, այլ ազգային ժողովի նախագահ։ Սա կլինի պատվել Թուրքիային, որովհետև փաստորեն Թուրքիան ընդամենը դեսպանի է, նախկին դեսպանի է նշանակել հատուկ բանագնաց, իսկ Հայաստանը բանագնաց է նշանակում ազգային ժողովի նախագահի, որը խորհրդարանական կառավարմամբ երկրում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Միգուցե կփոխեն, եթե փոխեն այլ հարց է, եթե փոխեն այլ հարց է, ես նույնիսկ չեմ զարմանա, եթե պարզվի, որ իրականում հենց դրա համար են ազգային ժողովի նախագահին փոխում, որպեսզի հայ-թուրքական հարաբերության բանագնացը լինի ազգային ժողովի նախագահ։
Բայց առհասարակ եթե այս դետալից դուրս գանք, ես կարծում եմ սկզբունքորեն նշանակություն չունի, թե ով է լինելու Հայաստանում ազգային ժողովի նախագահ, որովհետև այն իրերի այն դրությունը, որ կա Հայաստանում, սա նշանակում է հետևյալ է, ազգային ժողովը ամբողջությամբ նկատի ունեմ մեծամասնությունը կառավարող պարզապես Նիկոլ Փաշինյանի կուսակցական ենթականերն են եւ անկախ նրանից թե այնտեղով ինչ պաշտոն կզբաղեցնի, դա կարող է նշանակություն ունենալ ներքին հարաբերությունների իմաստով, ներիշխանական ինտրիգների իմաստով, բայց ընդհանուր առմամբ պետական իմաստով ոչ մի նշանակություն չունի, որտեղ այդ պաշտոնյան ով էլ լինի այնտեղ որևէ կերպ դուրս չի գալու Նիկոլ Փաշինյանի կամքի շրջանակից, այս հարցում ես համոզված եմ։ Շնորհակալություն, պարոն Բադալյան, ամեն դեպքում մեր հայրենիքի մաղթենք բարգավաճում եւ սպասենք դրական զարգացումների։ Armix News ալիքի ժամանակի ձայնը հաղորդաշարի տաղավարում այսօր քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էր։ Սիրելի բարեկամներ, սեղմեք զանգակոճանը, բաժանորդագրվեք Armix News ալիքին եւ հետեւեք մեր թողարկումներին։